Երևանի ավականու այսօրվա նիստին քաղաքացիական պայմանագիրը երթևեկության կառավարման կենտրոն հիմնարկ ստեղծելու նախագիծ էր բերել օրակարգ։ Երևան տրանս փակbaşնետիրական ընկերությունը լուծարվում է։ Ավականու ընդդիմադիր անդամները փորձեցին հասկանալ նախագծի արդյունավետությունը որն է։ Եթե պայմանական 10 հոգի քաղաքապետանում զբաղվում էր տրանսպորտի խնդրով, հիմա ստեղծում ենք մարմին, որոնք նույն քաղաքապետանի կամ մարդիկ մի բաժնից գնալու են այնտեղ կամ նույն որակի մարդիկ են ավելանալու այնտեղ, խնդիրը չի լուծվելու։ Իմ հարցը, եթե հիմա ասեմ, որին խնդրեմ արձագանքեք, արդյոք այս նոր կառույցի մեջ լինելու են օրինակ մասնագետներ, որոնք ունեն փորձ, չգիտեմ, երթևեկության կառավարման ոլորտում, որոնք տրանսպորտի, ճանապարհային ինժեներիայի մասնագետ, այսինքն այս մասնագետներ, որոնք մենք չունենք, որտեղ դուք դրսում տեսնում եք այդ հիմնարկները, բայց այնտեղ նստած չեն ձեր Երևան տրանսի մակարդակի աշխատողներ, այնտեղ նստած են մարդիկ, որոնք ավարտել են այդ գծով, մենք չունենք տենց բուհեր։ Ես ուզում եմ հասկանամ, մենակ այդ մոնիտորն է լինելու, բայց դիմացը նստելու են նույն մարդիկ, որտեղ այդ նույն մարդիկ 10 տարի կամ 5 տարի արդեն ձախողել են տրանսպորտի ոլորտ։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արդարացավ, թե տրանսպորտային համակարգն անընդհատ փոփոխվող ու զարգացող ոլորտ է։ Երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելով հարցերը միանգամից չեն լուծվելու։ Ժողովուրդ ջան, հաստիկացակը կարդացեք, այո, կա, բայց խնդրում եմ, այն ինչին է ներողություն, հարցը Ժողովուրդ ջան, սպասեք, էլի։ Հաստիկացակ, դուք հարցում եք նախատեսվում է այդպիսի մասնագետ։ Գրիգորյան, մի րոպե էլի տեղից ռեպլիկներին մի արձագանքեք։ Ովքեր են կառավարելու նոր կենտրոնը, ովքեր են լինելու աշխատակիցները։ Պետրո Զարոկյանի իշխանության ներկայացուցիչներից հիշեց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին։ Այդ մարդը Վազգեն Հարությունյանը, ձեր մասնագետը 20 թվականին հետի տպած հոդվածով քրեական գործի մեջով է անցնում 771 միլիոն դրամ հապշտակելու համար կարմիր գծերից, երբ այնտեղ ղեկավար աշխատում։ Այսինքն 2 միլիոն դոլար ուզեցիր հապշտակել, հետո 23 թվականին հետ կելի տպելա, որ հակակոռուպցիոն կոմիտեն 4 անշարժ գույքի բռնագանձում է դրել իր դեմ, որ 324 միլիոն դրամ կարժի, 140,000 ԱՄՆ դոլար բռնագանձման գործ կապրեն, 107 միլիոն դրամ էլի բռնագանձման գործ կապրեն։ Այս մարդը մեր տրանսպորտի վարչության պետն է այսքան ժամանակ։ Հետո մի օր վարչապետը գնում է հեծանի մաքշում, խցանում է լինում, ուզեմ հասկանամ, ինքնա ձեզ քաջալեր այս կենտրոնը ստեղծեք, համաձայնեցեք վարչապետի հետ, թե ինքնուրույն որոշեք անիվ երկու ստեղծեք։ Զարոկյանի ելույթից հետո նիստերի դահլիճում կրքերը բորբոքվեցին։ Ֆանտազիաները ձեր, չգիտեմ, կոմպլեքսները, չգիտեմ, որևէ մի բան, որը որ կապ չունի հարցի հետ, Ժորժ ջան, այդ թատերական ներկայացման համար կունենաք ելույթ եկեք ազատ, այս անգամ թողելու եմ, ինչ ուզում եք խոսացեք Ժորժ ջան, ազատ բանա, ամբիոնա, ով ինչ ուզում է թող խոսա, բայց եթե հարց են քննարկում, եկեք հարցին վերաբերող հարցեր տվեք։ Լինա Ղշյան Լավ, պարոն Զարոկյան, արձագանքով է, բանով է սպառեցիք ձեր, դուք հարցի վերաբերյալ հարց չեք տալիս։ Շատ փաստերով խոսացիք, որ պարոն Զարոկյան, սուտ եք ասում։ Հենց այդ ձև, սուտ եք ասում, ասում եք տրանսպորտի վարչության պետի հետ կապված քրեական գործ, սուտ եք ասում։ Պարոն Հարությունյան, որ հետ քննագրել ուրեմն վերջ։ Ձեր մասին էլ էին բաներ գրում, պարոն Զարոկյան, ինչեր ասես, հետաքրքիր բաներ էին գրում ձեր մասին։ Ավականու ընդդիմադիր անդամները հակափաստարկներ բերեցին։ Քաղաքային իշխանությանը չի հաջողվում Երևանը բեռնաթափել, խցանումների դեմ պայքարել, կարմիր գծերի հանիրավի թանկացումը վկա։ Երթևեկության կառավարման կենտրոնը խնդիրը լուծելու է։ Կարմիր գծերը թանկացրել եք, բախի պրոբկեքը չեն նվազել։ 10 տարվա ընթացքում 45,000 նոր ավտո է մտնում այս երկիր։ 10,000-ն էլ Երևանում է գրանցված, հələ չասեմ, որ այդ 10,000-ից զատ եւս մի 5-7,000-ն էլ մյուս մարզերից են գալի մտնում Երևան, Ժորժ ջան։ Հիմա ինչ անենք, այդ փաստի վրա աչքերներս փակենք, ասենք 2020 թիվն է դեռևս։ Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը շարունակեց կարմիր գծերի թեման։
Կարմիր գծերից, որ այդքան խոսում եք, սենց ձեր սիրուն փողկապներով չեմ կարա չանդրադառնամ։ Դատարանը հաստատել է 1.4 միլիարդ Երևանցիից տարել եք ու հետ չեք տալիս, բողոքարկում եք, արտահայտությանը խոչընդոտում եք։ Որ ասում եք մարդիկ շատանում են, մեքենաները շատանում են քաղաքում։ Ճիշտ եք ասում։ Բայց ձեր ցավը տանեմ, ախր դուք եք մեղավոր։ Ափաշկարաս աղորը շինթույլտվություն եք տալիս, շենքերը կառուցվում են, քաղաքը գնում է կոլապսի ու հետո էլ ասում եք, ես ոնց եղավ, այսքան մարդու մեքենա եկավ։ Հայաստանում ամեն տարի 45,000-ով աճում է մեքենաների թիվը, միայն Երևանում տարեկան 10,000 մեքենա է ավելանում։ Բայց դրան զուգահեռ քաղաքային իշխանությունների ճակերտավոր բարեփոխումները ոչ թե նվազեցնում են նոր խցանումների ռիսկերը, այլ ավելացնում։ Օրինակ, Սարյան փողոցի երթևեկության փոփոխությունը։ Սարյան փողոցը, որ միակողմանի եք սարքե, միտքը այն է եղել, որ երթևեկության հոսքը ավելի մեծ դառնա, չէ՞, այդտեղ ավելի հանգիստ լինի։ Երկու կողմով պարկինգ եք դրել, փաստացի երկու գիծ ունեցող փողոցը սարքել եք միակողմանի, ինքը միևնույն է ունի երկու գիծ, որովհետև երրորդ գիծը չի աշխատում պարկինգի պատճառով ու այս մեր Երևան քաղաքի, հատկապես կենտրոնի, նաև հենց քաղաքապետարանի դիմացը, որ ասֆալտը սարքել եք երրորդ դասարանու սևագիր։ Դրա պատասխանատուն ով է։ Պարոն Հարությունյան, բանի Սարյանի մասով։ Սարյանի հետ կապված պետք է նշեմ, որ Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունը իր դրական ազդեցություն ունեցել է, մասնավորապես Սարյան փողոցում երթևեկության միջին արագությունը ավելացել է եւ երթևեկության հոսքերի անընդհատությունը ապահովված է ամբողջությամբ։ Փաստ է, օրվա ցանկացած ժամի հայտնվում ենք խցանման մեջ, լինի ավտոբուս թե ավտոմեքենա։ Քաղաքային իշխանությունն այդպես էլ չի խոստովանում, որ կառավարման մեջ կոպիտ սխալներ է թույլ տալիս։ Ռեֆորմները արել եք։ Ես էլ կարծում եմ դուք էլ ընդունում եք, որ այդ ռեֆորմների մեջ մեծ խնդիրներ կա։ Արդյոք նորմալ չէր լինի մի հատ աշխատանք իրականացնել, հասկանալ խնդիրները որտեղ են, վատ աշխատողներին հեռացնել, նոր հիմնարկ հիմնելու տեղը, մասնագետներ բերել, նստել աշխատել, հետազոտությունը անել, նոր փոփոխություններ անել։ Ժողովուրդ չի կարա, փողոցները նայեք, դուք ավտոբուսի գիծը դնում եք, մի շաբաթ հետո ջնջում եք, մարդիկ անընդհատ շփոթվում են քշելու։ Երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու համար քաղաքային բյուջեից մեր հարկերից տարեկան ծախսվելու է 495 միլիոն դրամ, մոտ $1 միլիոն։ Պարոն Ավինյան, չեղավ։ Ես ձեզ գովում եմ, մանավանդ երեկվա ձեր լուքը, շատ սիրուն էիք նայվում, Փաշինյանի ցիլոյով գալստուկով ու ձեր ոտհասներով։ Պարոն Ավինյան, մի հատ հարց տամ ձեզ, էլի։ Հստակ ասեք, պատասխանատվություն կրողը ինչպես է պատասխանատվություն կրելու։ Եթե լավ եղավ, անձամբ խոստանում եմ, ես իմ կողմից պարգևատրում բերեմ տամ այդ մարդուն։ Վատ եղավ, դուք ասեք ոնց եք պատժում։ $1 միլիոն ավել փող եք պլանավորում ծախսել։ Ընտրության կրողը քաղաքապետն է, քաղաքապետի տեղակալներն են, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք են։ Նենց եք ասում, որ ինտրիգ կա, ոչ մեկ չգիտի դրա մասին, դա է։ Տիգրան Ավինյանը կարճ ժամանակ անց երկար ժամանակով դուրս եկավ դահլիճից։ Հետո վերադարձավ ու երթևեկության կառավարման կենտրոն հիմնարկ ստեղծելու նախագիծը քվեարկության դրեց։ Նախագիծը բնականաբար ընդունվեց։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, նախագիծը ընդունվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ի մեր նիստի օրակարգը սպառվեց։